Սոցիալական ցանցերում դուք ավելի ու ավելի հաճախ եք լսում բլոգերների խորհուրդները, որոնք հնչում են այսպիսին. օգտագործեք iCloud-ի ընդհանուր ալբոմները եւ ձեզ հարկավոր չէ գնել լրացուցիչ անպային հիշողությունը։ Հիանալի է հնչում։ Անվճար անսահմանափակ լուսանկարների եւ տեսանյութերի պահեստ։ Բայց կա մեկ խնդիր, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում։ Այսօր մենք կանդրադառնանք, թե իրականում ինչ է պատահում լուսանկարների եւ տեսանյութերի հետ, երբ դրանք ավելացնում եք iCloud-ի ընդհանուր ալբոմին։ Շատ iPhone-ի օգտատերերը ակտիվորեն օգտագործում են այս գործառույթը, չգիտակցելով, որ ֆայլերի որակը զգալիորեն նվազում է։ Հետաքրքիր է, որ սոցիալական ցանցերում ներկայումս լցված տասնյակ տեսանյութերում գրեթե ոչ ոք չի խոսում այս խնդիրների մասին։ Թվում է, թե բլոգերները հայտնաբերել են գաղտնի գործառույթ, որի մասին Apple-ը չգիտի։ Հələ մի հատ մտածեք, Apple-ը աշխարհի ամենահարուստ հիմնարկներից մեկն է, ունի տասնյակ հազարավոր ծրագրավորողներ, եւ ինքը չգիտի իր ստեղծած էկոսիստեմայի մասին նմանատիպ շատ կարևոր բան։ Հետաքրքիր է, չէ՞։ Բայց դա շատ ավելի պարզ է, քան թե դուք պատկերացնում եք։ Իրականում ինչ է ընդհանուր ալբոմը։ Ընդհանուր ալբոմները չեն ստեղծվել բնօրինակները պահելու համար, այլ ընկերների եւ ընտանիքի հետ լուսանկարներով կիսվելը հեշտացնելու համար։ iCloud-ի տարածքը խնայելու եւ փոխանցվող տվյալների քանակը նվազելու համար Apple-ը ավտոմատ կերպով սեղմում է ֆայլերը։ Ահա թե ինչ է պատահում ձեր ֆայլերի հետ։ Լուսանկարները երկար կողմում կարճացվում են մինչև 2048 պիքսել։ Կարող են ավտոմատ կերպով փոխարկվել JPEG-ի։ Տեսանյութերը կարճացվում են մինչև մոտավորապես 720-750 պի։ Սա հանգեցնում է մանրամասների կորուստի, սրության նվազման եւ պատկերի ընդհանուր որակի վատացման։ Ձևաչափի լրացուցիչ գործառույթը iPhone-ը լուսանկարները պահպանում է հեյք ձևաչափով, որն ավելի լավ է սեղմում տվյալները առանց որակի նկատելի կորուստի։ Ամեն դեպքում այս ձևաչափը միշտ չէ, որ աջակցվում է այլ սարքերի կողմից։ Օրինակ Windows-ում նման ֆայլերը բացելու համար երբեմն անհրաժեշտ է տեղադրել լրացուցիչ կոդեկ հավելվածների խանութից։ Եվ վերջապես երրորդը։ Օգտատերերի մեծ մասը կիսվում է սովորական լուսանկարներով, այլ ոչ թե առավելագույն որակի համար արված լուսանկարներով։ Սոցիալական ցանցերում մեկա նկարները ամբողջ չափանիշով չեն լինում։ Եվ վերջապես հասանք այն հարցին, թե ինչու են բլոգերները ոչ թե լռում, այլ կասեի խաբում այս տարբերության մասին։ Կան մի քանի պատճառներ։ Նախ, շատերը պարզապես չեն հասկանում, թե ինչպես է գործում այս գործառույթը։ Երկրորդը, սոցիալական ցանցերի համար ճիշտ ինֆորմացիա կամ ավելի շուտ պատմել ճշգրիտ ինֆորմացիա ոչ մեկ չի ուզում, որովհետև այդ ձևի տեսանյութերը չեն տարածվի ցանցերում։ Իսկ իսա չափով ինֆորմացիա բաց թողնելով կարևորագույն հարցերը եւ վերացնելով ֆունկցիան անսահման տեղի լուրով, իհարկե ավելի շատ կտարածվի եւ 90%-ը iPhone-ի օգտագործողները չեն ստուգի, թե ոնց տենց եղավ։ Ուղղակի սկսում են օգտագործել։ Եվ ստեղ մնում է մեկ հարց. հնարավոր է խուսափել որակի այս կորուստից։ Ցավոք, ոչ։ iCloud-ի ընդհանուր ալբոմները միշտ սեղմում են լուսանկարները ու տեսանյութերը, եւ դա հնարավոր չէ անջատել։ Հետևաբար դրանք որպես անվճար անպային պահեստ օգտագործելու բնօրինակների համար վատ գաղափար է։ Եթե ձեզ համար կարևոր է լիարժեք որակի լուսանկարների պահպանումը, ապա ավելի լավ է օգտագործել ֆայլերի փոխանցելու եւ պահելու այլ մեթոդներ։ Ընդհանուր ալբոմները հիանալի գործիք են կիսվելու համար, բայց ոչ բնօրինակները արխիվացնելու համար։ Այսպիսով միշտ ստուգեք տեղեկությունը, հատկապես եթե այն ակտիվորեն գովազդվում է սոցիալական ցանցերում։ Երբևն ֆայլուն մտքերը եւ տեղեկությունները, որը լսում եք սոցցանցերում, թաքցնում է կարևոր մանրամասները, որոնք պարզապես ձեզ վնասում են։ Մի հատ էլ կարճ ինֆորմացիա ձեր համար։ Երբ որ բերում եք այդ լուսանկարները եւ ուզում եք տպագրել ալբոմների համար, մի զարմացեք, որ նկարները դուրս են գալի շատ վատ եւ աղաղաղված։ Բաժանորդագրվեք եւ գրեք կոմենտներում, թե դուք ինչ եք մտածում հիմա այդ ֆունկցիայի մասին։